Այսօր կհրապարակեմ իմ գրքից մի փոքրիկ հատված այն մասին, թե ինչպես դաշնակցականները, Քոչարյանը եւ ղարաբաղյան գեներալները դարձան Ղարաբաղի միանձնյա կառավարիչներ, եւ ինչու այնտեղ դաշնակցականներ չկան։ Ավելի վաղ ես ձեզ պատմել էի, թե ինչպես ղարաբաղյան գեներալներն ու սպաները վերացրին Մոնթեին, Բեկորին եւ Լեոնիդ Ազգալդյանին, բայց երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք, ուր կորան Հայաստանի ֆիդայինները։ Ինչու գեներալների եւ պաշտոնյաների մեջ ֆիդայիններ չկան։ Չէ՞ որ նրանք Սամվել Բաբայանի, Վիտո Բալասանյանի եւ մյուսների հետ հավասարապես կռվել են։ Ինչու նրանցից ոչ ոք չդարձավ Ղարաբաղի նախարար կամ գեներալ։ Սա հասկանալու համար պետք է վերադառնալ 1991-1994 թվականներին տեղի ունեցած իրադարձություններին։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ պետք է հասկանալ, որ այդ իրադարձությունների բազմաթիվ սարսափելի էջեր մեզնից թաքցված են իրենց հրեշավորության պատճառով։ Դաշնակցականները, Քոչարյանը եւ Ղարաբաղի գեներալները մտածում էին ոչ թե Ղարաբաղի հայերի կյանքը խաղաղ դարձնելու մասին, նրանք, ըստ էության, թալանի համակարգ էին ստեղծել Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջաններում, եւ ամբողջ հարստությունը բաժանելու ժամանակ նրանք սպանում էին հեղինակավոր ֆիդայիներին, որպեսզի ավարը բաժանեն միմյանց միջև։ Ուշադրություն դարձրեք, ով ողջ մնաց Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ Ողջ մնացին ոչ թե հերոսները եւ ոչ թե ամենաքաջերը, հավատացեք, ողջ մնացին ամենախորամանկները, ստորները եւ մարդասպանները։ Այդպիսի խորամանկներ, ինչպիսիք են օրինակ Արշավիր Ղարամյանը, Սամվել Բաբայանը, Վիտյոկը եւ մյուս մարդասպանները։ Օրինակ Շուշի քաղաքը։ Մտածել եք, ինչու էին բոլորը իրենց արյունը թափում քաղաքի համար, իսկ տները բոլորը վաճառում էին Սամվել Բաբայանն ու Պարքևը։ Տարօրինակ չէ։ Կամ ինչու Քելբաջարի բոլոր հիդրոէլեկտրակայանները վերցրին դաշնակցականները։ Ինչու Աղդամի մեծ մասը թալանվեց Քոչարյանի գեներալների կողմից, եւ որտեղ են ֆիդայիները։ Թալանչիների մեջ մենք տեսնում ենք միայն Մանվել Գրիգորյանին եւ մի քանի մանր մարդկանց, որոնց թույլ էին տվել գյուղերից անասուն վերցնել։ Իսկ մետաղի ջարդոնը Իրան էին տանում Ղարաբաղյան կլանն ու Քոչարյանը։ Բոլորը շատ լավ գիտեն, որ Աղդամում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում արյունալի հաշվեհարդարներ են եղել։ Դաշնակցականներն ու Քոչարյանի գեներալները ոչնչացրին բոլոր անցանկալի ֆիդայիներին, որպեսզի միանձնյա թալանով զբաղվեն։ Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես սպանեցին ֆիդայիներին Աղդամի գինու գործարանի եւ այլ հարուստ ձեռնարկությունների պատճառով։ Մեր յուրաքանչյուր ընթերցող պետք է իմանա, թե ովքեր են բոլոր այս գեներալները եւ նրանց շեֆ Քոչարյանը։ Եվ վերջինը, հաճախ գնում ես եռաբլուր, որտեղ գրված է, թե որ թվականին է զոհվել ֆիդային։ Այո, շատերը զոհվել են հակառակորդի գնդակից, բայց մի մասը սպանվել է Ղարաբաղյան մաֆիայի կողմից։ Ֆիդայիները 3 տարի պատերազմեցին եւ արյուն թափեցին, որպեսզի փրկեն ղարաբաղցիներին։ Իսկ ադրբեջանցիների նկատմամբ հաղթանակից հետո այս նույն ղարաբաղցիների եւ դաշնակցականների կողմից գնդակ ստացան ճակատին, միայն այն պատճառով, որ չպետք է ստանային ավարը։ Ահա Ղարաբաղի ամբողջ բարոյականությունը։